Я не певица, я актриса, я просто пою для своего кайфа. Վատ ժամանակաշրջանի մասին պատմել տարիներ հետո։ Քաղաքական գործիչները չեն հասկանում ինչ է կատարվում։ Երկիչը խիպտի է սա հասկանում։ Վերջի պատերազմի ժամանակ դուք տեսաք այդպես բաներ լինել։ Հիմա այդ երկիչ երկչույները, որոնք երիտասարդ են, ունեն մեծ լսարան, ուր են։ Յա, բա դու չէիր ասում Նիկոլա լավն է։ Ճիշտ է, շատ վատ բաներ են քեզ գրում։ Բայց ասма դու նկատել ես մի հատ հայոյանք չկա դրանց։ Կողազե շատ են սիրել, ձեզ չեն հայոյել։ Օդի մեջ մի հատ հայոյանք տալ, հաց ուտելուց հայոյանք տալիս Որն է երգը, որն է լուծումը։ Սա միակ երկիրն է, որտեղ մեր քամին միակ քամին է, որը զորություն ունի։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն, զանգահարեք կամ այցելեք Գայի 1, Full Learning, ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ, դուք Live Armenia YouTube-յան ալիքում եք։ Մենք պարբերաբար հյուրընկալում ենք եւ քաղաքագիտական, եւ պատմական, եւ գիտական դեմքերի։ Այսօր մշակույթի մարդ է մեր հյուրը, ում եւ սիրով ներկայացնում եմ երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Արմինե Գրիգորյան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ Արտակ ջան։ Շնորհակալություն, որ ժամանակ տրամադրեցիք եւ եկաք մեր հաղորդմանը հյուր, հարգելի Արմինե։ Հարցերը հեշտ չեն լինելու եւ մենք միասին փորձելու ենք հասկանալ ինչ է կատարվում այսօր մեր երկրում, մեր հասարակության հետ եւ որն է ձեր երգչուհու տեսակետը այդ մասին։ Պատրաստ եք։ Պատրաստ եմ, շնորհակալ եմ հրավերի համար Արտակ ջան, ես նույնպես շնորհակալ եմ։ Փորձենք հասկանալ ինչ է։ Տեսեք, քաղաքական գնահատականների բացակայություն չկա, պակաս չկա։ Բայց մշակույթի գործիչները չեն փայլում իրենց ակտիվությամբ, դերասանուհի կլինի, երգչուհի կլինի, որ ինչ որ տեսակետ հայտնեն զոր օրինակ ցեղասպանության խնդրի շուրջ, որը ոչ ավել ոչ պակաս Հայաստանի ղեկավարը դնում է կասկածի տակ, հա։ Հիմա ձեր տեսակետը նախ որն է։ Օրինակ պետք է իրենք տենց լուր մնան, թե առհասարակ պետք է արտահայտվել այս խնդիրների շուրջ։ Առհասարակ Արտակ ջան, ես կարծում եմ, որ մշակույթի մարդիկ ընդհանրապես պետք է չզբաղվեն քաղաքական թեմաներով, իրենց աշխատանքը կատարեն եւ հնարավորին չափ քիչ Երևան, ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի։ Բայց երբ որ գալիս է այդ կարգի հարցերի շուրջ, ենք բոլորս կանգնում, դա ոչ թե չպետք է խառնվի, այլ պարտավոր է իր կարծիքը ասել արվեստի մշակույթի մարդը, որովհետև բոլորն ունեն իրենց հետ իրենց համակիրները բավականին լուրջ քանակությամբ, որոնց խոսքը կարևոր է եւ կարող են ինչ-որ ազդեցիկ է, այո։ Ազդեցիկ է եւ ազդեն իրենց թեկուս համակիրների վրա, եթե ոչ ընդհանուր։ Իսկ մնացածը չեմ կարող ասել ինչու են այդպես, որովհետեւ գուցե առաջ ես մտածում էի կան մարդիկ, որոնց կարելի է չմեղադրել, դե մարդ են իսկապես ընտանիք ունեն, երեխաներ ունեն, վախենում են եւ այլն, բայց եթե հարցը այդ տեսակ հարցերի մասին է, ասենք հերքում կամ կասկածի տակ դնել հայոց ցեղասպանությունը, դա պարտավոր է յուրաքանչյուր արտիստ, արվեստի մարդ, բեմի մարդ եւ ոչ միայն բեմի մարդ, բժիշկ, բանվոր, յուրաքանչյուր մասնագիտության հայ, եթե կոչվում է հայ, պարտավոր է իր կարծիքը ասել դրա շուրջ։ Դեռ կանդրադառնանք, թե ինչու է լռում, օրինակ, ինչու են լռում ձեր գոլեգաները։ Գիտեք, բժիշկը գուցե վստահաբար պիտի արտահայտվի, բայց երգչուհին կամ երգիչը մեծ բանակ ունեն, հա, մեծ լսարան ունեն, իրենց մեկ պոստը, մեկ գրառումը հնարավոր ավելի մեծ ազդեցություն ունենա, քան մի ամբողջ արտգործնախարարության գործունեություն։ Արմինե Գրիգորյանի համար արդյոք Արցախը Ադրբեջան է, արդյոք ցեղասպանությունը պատմաբանների գործն է, եւ արդյոք պետք է ամեն ինչ անենք ու ամեն ինչ տանք, որ
լայեղ անեն Ալիևները մեզ հետ խաղաղության պայմանագիր կնքենք։ Համեցեք։ Արտակ ջան, քիչ առաջ ասեցի, նորից եմ ասում, Արմինե Գրիգորյանը եւ ընդհանրապես բեմի մարդիկ իրավունք չունեն նման հարցերի շուրջ իրենց բաներ ասեն, որտեղ չէ որ իրենց լսողներ կան։ Ասենք մի բլթը կարա տարածվի, մյուսներն էլ սկսեն նույնպես վերաբերվել հարցին։ Դրանով պետք է զբաղվեն պատմաբանները, քաղաքական գործիչները, գիտնականները, գան վերջապես մի ընդհանուր հայտարարի, ես ուղղակի ապշում եմ, ինչպես կարելի այսքան տարիների ընթացքում չգտնել մի ճանապարհ, մի ելք, որ այսքան պատերազմ չլիներ հարևան ազգի հետ։ Եվ երբ որ խոսվում է պատերազմներից եւ այլն, ես վստահ եմ նույն հարևան թշնամի ազգը Ադրբեջանի հետ, ես վստահ եմ կան ընտանիքներ այնտեղ մարդիկ բազմություն, որոնք չեն ուզում պատերազմ, բարձրապես իրենց երկրի ղեկավարը շատ մեծ ատելության խոսք է տարածում եւ ատում են իրենք հայերին ավելի շատ քան իր հոր ժամանակներին, օրինակ Հեյդարը հայերը երբեք տենց ատելություն չէր մտցնում, հիշենք չէ բոլորս, սա սարսափելի է, սա Սաֆարովին հերոսի կոչի, այսինքն եւ իր կոչերը եւ այլն ոնց կարելի է նախ Բայց այս պայմաններում ինչ խաղաղություն ենք գնացել մուրում։ Ես կողմ եմ միշտ խաղաղության, բայց ոչ մուրալով, ոչ չոքելով, ոչ ծնկաճոք։ Երևի ինչ որ հարցեր կան քաղաքական, որի մասին ես չեմ կարող խոսել, ես չգիտեմ։ Ինչ որ բաներ ա երևի ուզում արվի, որ հեռանան, կարծում եմ։ Չգիտեմ, ինչ որ պարտավորություններ ունեն, որոնք գալուց երևի իրենց պայմանավորված են եւ պետք է անեն հեռանան, ես կարծում եմ դրա համար ինչքան հնարավոր է խաղաղություն մուրում, որովհետեւ խաղաղությունը դա շատ լավ բան է, բայց երբ որ երկկողմանի խաղաղություն է, երկու կողմից են խաղաղություն ուզում, իսկ ինչ վերաբերվում է մուրալ ծնկաճոք, այսպես լիժբ խաղաղություն, դա խաղաղություն չի։ Այդ երկրի ղեկավարը քանի անգամ իր խոսքում ասել է, որ հնարավոր եւ ոչ միայն ղեկավարը, նաեւ իրենց բաները, դիպուտատները, պատգամավորները, որ ընթացքում ինչա պետք անել հայերին եւ այլն, դա սարսափելի է։ Երբ որ իրենց երկրում ղեկավարությունը փոխվի եւ այդ ատելության խոսքը վերջանա, ես վստահ եմ նույնիսկ որ իրենք ժողովուրդը կուզի, Ադրբեջանի ժողովուրդը կուզի խաղաղություն։ Մի պահ հələ Ադրբեջանի ժողովրդին հանգիստ թողնենք։ Ձեզ համար հասկանալի է մեր ժողովուրդը ինչ է ուզում։ Իհարկե, մեր ժողովուրդը նույնպես խաղաղություն է ուզում։ Բայց ամեն գնով ստորացուցիչ խաղաղություն։ Ոչ, իհարկե, ոչ։ Այդ այս բաները առիթ եղան, երբ որ ժողովուրդը սկսեց տեղը բերել իրենց այս ներկայիս կառավարությանը, ղեկավարությանը, որովհետև մարդկանց մոտ արդեն ամեն ինչ պարզ է, ասենց ասեմ։ Ինչի են եկել, որն է թիրախը։ Ոնց ինչ, լրիվ պարզ է։ Արցախը Հայաստան է եւ վերջը դառավ Արցախը Ադրբեջան է եւ վերջ։ Մարդը անթակույց էկրանի առջև ասում է մի օր մի բան, հաջորդ օրը մի բան, այնպես չի որ մենք իրան բան ենք, մեղքը առնում ենք։ Արտակ ջան, չէ՞ որ մարդը այդպես կանգնում եւ ստում է, չէ՞։ Ստում է, իհարկե, նայում է մարդու աչքերից ստում, ես մեզ բան չեմ ասել։ Ապաշկյարա։ Այո։ Իրենց լեզվով ասեմ իմանան, այսքան դա նույնիսկ արդեն ծիծաղելի է։ Հիմա հասկանում եք ինչու չեմ գնում քաղաքական հաղորդումների։ Ուղղակի ինձ հարցեր եք տալիս, ես դեռ պատասխանում եմ։ Չէ, սա քաղաքական չէ, ավելի շատ խորքային արժեհամակարգ։ Բացատրեմ, որովհետև երբ որ առաջի 2 տարին հիացած բոլորս էյֆորիայի մեջ, 20 թվականին։ Իդեպ դուք էլ հեղափոխական, այո, ահա։ Առաջի 2 տարին, բայց երբ որ պատերազմից հետո շարունակեցին, իսկ ես պատերազմից հետո չեմ, բայց մինչև պատերազմը կորոնավիրուսի ժամանակի ընթացքում ապրիլ ամսից մայիսի 7-8 2000 թվականից ես սկսեցի իմ հարցազրույցներով եւ իմեջով դա ներկայացնել, որովհետեւ ես էլի պարտադիր չէր որ ներկայանայի ասեի որ это что такое, բայց քանի որ ես խոսել եմ, ես պարտավոր էի մաքրվել, ճիշտ է։ Այո։ Եվ դա 5 տարի ուղիղ տևեց, այսինքն ես 5 տարի մաքրվել եմ։ Էլ ինչ գնամ նույնը ասեմ, ես ու քաղաքական գործիչ չեմ գնամ խոսեմ, Արտակ ջան, իմաստը։ Չէ, իմ կարծիքա ոչ ոք ինպես իմ չափ 30,000 բոլորից գոլեգաների մասին է խոսքը։
այսքան հաղորդումների չի մասնակցել այս 5 տարվա ընթացքում, այսքան պարզ եւ քաջ չի եղել, չէ՞ որ անկեղծ։ Դե առնվազն բարոյական է, երբ որ դուք 18-ին թուն տեղափոխական եք, հետո 20-ից սկսեցիք, ինչպես դուք ասացիք, ինքնամաքրվել։ Այո, բայց ոչ թե պատերազմից հետո, շատերի պատերազմից հետո, բայց այն մարդիկ, ովքեր նույնիսկ պատերազմից հետո շարունակեցին իրենց բան, արդեն չգիտեմ ինչ ասեմ, դրանց մասին չենք խոսում։ Դա է ասածս, եկել եմ, խոսել եմ 5 տարի մաքրվել եմ, այսքան մաքուր կարելի է լինել, հասկացաք։ Դա իմաստ չկա, վсё, ես զբաղվում եմ իմ աշխատանքով, իմ Արտակ ջան։ Ես ինչքան ժամանակ է Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Ոնց իմաստ չկա, հարգելի Արմինե, դուք ունեք ձեր աուդիտորիան, ձեր լսարանը, հետեւաբար մարդիկ ձեզ լսում են եւ կարեւոր է իրենց համար ձեր կարծիքը։ Հա, բայց 5 տարի ասել է դադարել եք պայքարել։ Չէ, պայքարել ընդհանրապես յուրաքանչյուր արվեստի մարդ պարտավոր է ըմբոստ լինել։ Այո։ Չիկա, ու ես այդ տեսակի ես բոլոր ժամանակների ինչ չեն սիրել ղեկավարները, որտեղ ես միշտ իմ կարծիքը ոչ թե այնպես հատուկ ըմբոստ եմ։ Ես պարզապես իմ կարծիքը հնարավորին չափ մեղ իմիջայլոց առանց վիրավորան, առանց ռադիկալ այսպես բաների, հնարավորին չափ ասել եմ եւ ասում։ Բացի 92-ից մինչև 98 թվականը, բացի այն ժամանակները, բոլոր ժամանակները ինձ բան, որ այնպես չի, որ այն ժամանակներն է պաշտում են, բայց ամեն ինչ պարզ եւ բան էր գնում, մաքուր էր մեր ոլորտը։ Հարաբերության մեջ, հարաբերականության մեջ իհարկե շատ մեծ տարբերություն կա ամեն հարցում։ Ոչ բռնանում էին, որոշում էին դու պիտի երկես չերկես, ոչ կար այդ կոդալ հասկացողությունները, մաքուր զուտ վիճակ էր։ Դու բաց հանդիսատեսի հետ էիր, քեզ կամ ընդունում էին կամ չէին ընդունում։ Հետո եկավ ժամանակներ, երբ որ դու եւ հանդիսատեսը չպիտի որոշեք, որոշ մարդիկ պիտի որոշեն։ Դու լինես թե չլինես։ Զուտ միայն դրանով արդեն այդ ժամանակները իմն են, հարազատ են, սկսած այդ թվականների 90-ականների, այո, իհարկե։ Հետո Հանձինս իր ղեկավարությամբ եւ նուլիվի, հա։ Դա։ Այդ ժամանակ ձեզ, եթե չեմ սխալվում, արգելեցին։ Մի տեսակ Կարմինե Գրիգորյանը աստիճանաբար կորավ էկրաններից։ Շատ էին ձեզ սիրում, մրցակից էիք, չգիտեմ, այդ ոնց հաջողվեց, ինչու։ Այդ ինչ էր Արտակ ջան, ես երբեք մրցակից չեմ եղել ոչ մեկին եւ ոչ մեկը ինձ, որովհետեւ ես իմ ոճով, տեսակով շատ տարբեր եմ։ Խոսքը լավի եւ վատի մասին չէ, խոսքը տարբերի մասին է։ Յուրահատուկ եք եղել ձեր մատուցմամբ։ Ես եմ ինձ համար երգեր գրում, արդեն դա նշանակում է ոճային, ես նես չի ուրիշները գրել եմ շատ պատվերով երգեր գրել եմ, բան իմ ոճի մասին է խոսքը։ Ես եմ գրում, ես իմ տեսակով մի հատ եմ, դուք կարող եք ընդունել կամ չընդունել, բայց ես միշտ ասել եմ, ես երգչուհի չեմ, ես դերասան եմ մասնագիտությամբ, պարզապես ներկայացնելուց ինձ չասեն երգչուհի, որտեղ մասնագիտությամբ ես սրտի դերասանուհի եմ, որը երգել է ընթացքում։ Ինչ եք կարծում, մարդ, որը երիտասարդ աղջիկ, շատ երիտասարդ կանգնում էր եւ նույնպես հերոստացույցով հարցազրույցների ժամանակ ասում էր «Յանի պիվիցա, я актриса, я просто пою для своего кайфа»։ Ես երգչուհի չեմ, ես դերասանուհի եմ, ես ուղղակի երգում եմ իմ ոճը, իմ հաճույքի համար ու այս խոսքերը ասելուց հետո տվյալ մարդը 5000 տեղանոց ստադիոններ է լցնում ստանդարտ Հայաստանում։ Միայն իր անունով, հիշեք տիտրերով ֆիլմերի տակը, որ գրվում էր։ Այսօր Աբովյանում կամ եսին որտեղ ստադիոնում Արմինե Գրիգորյանի համերգն է։ Ֆիլմը գնում է տիտրերով տակը գրվում էր եւ ստադիոնը լցվում էր։ Բայց չեք ուզում։ Ինչ եք կարծում։ Ու ես աշխատում էի, բայց ես գիտեք ինչ փողեր էի աշխատում ստադիոնից։ Արմինե Գրիգորյանը
Վաստակել է այդ սերը, այդ հարգանքը։ Դե նախանձը Ես գոնե հիշում եմ, հա, Արտաջան նախանձը գիտեք ինչ բան։ Բայց քաղաքական հավակնություն չունեիք, բան չունեիք։ Բայց դա Էլվինա Մակարյանը լուսահոգի Էլվինա Մակարյան պատահական չի որ ինձ համար երգ գրեց, նոր էինք ծանոթացել, ասեց ես երգ ունեմ քո համար գրելու, եւ պատմությունը շատ եմ պատմել։ Հետո արդեն որ երգը գրել էր, նախանձ, այսպես էր վերնագիրը, նախանձ։ Ես իհարկե այդ բառերով չերկեցի, փոխեցի բառերը, որտեղ ես գրեի ուրիշի երգեր, օքեյ, բայց ես երգեմ այդ տեքստը չուզեցի։ Նախանձը կերել է աշխարհը, բա ինչ եք կարծում, երիտասարդ աղջիկ, որը մենակ ոչ ինչ որ սիրուհի, ինչ որ մեկի, ոչ ինչ որ բարեկամ, ոչ ինչ որ գումարներով, պրոստը իր համար մենակ թատրոնից, բեմից եկավ երկարվեստ, թատրոնի բեմից երկարվեստ եկա ես, բեմարվեստից երկարվեստ։ Այդքանից հետո իմ համար մենակ ինչ որ մի երկով ես դառնում եմ շատ հայտնի եւ սկսում եմ շատ մեծ, այսպես գումարներ աշխատել, ակակ դու մեծ է, կարող են մարսել։ Իրանք ինձ չզրկեցին իմ կյանքից, ես ասեմ, իրանք ինձ փողից զրկեցին, որը ոչինչ, թող կորուստը թող փողը լինի Արտակ ջան, բայց իրանք ինձ չզրկեցին իմ հանդիսատեսից եւ իմ այսօրվա լինելուց։ Այդքանից հետո ես չեմ մոռացվել, ճիշտ է։ Այո, բայց դուք պետք է ապրեիք, չէ՞։ Ինչ արեցիք։ Գիտեք, ես այդ 20 տարին, երբ որ փակված եմ եղել, ես էլի ապրել եմ իմ համար։ Ես ձեզ մի բան էլ ասեմ, ես ունեի լավ ընկերներ վերևներում, բնականաբար, լավ շրջապատ։ Ես կարող էի մի հատ այսպես անելով վերականգնել ամեն ինչը, այդ սև ցուցակներից, որ ես չլինեի։ Ես դա հատուկ չարեցի, որովհետև նախ իրենք տեսնում են ես չկամ, գուցե իրենք ասեին Արմինե ինչով կարող են քեզ օգնել, իսկ ես դիմողը չեմ, ես դիմել եմ մարդկանց, բայց ինձ համար չէ, ես միշտ ուրիշների համար դիմել եմ մարդկանց, բայց ինձ համար ես չեմ դիմի, եթե վերևներում կան մարդիկ, որոնք տեսնում են, որ ես չկամ, ու ինձ չեն ասում ուր ես դու, ինչ ա կատարվում, ուրեմն ես չունեմ իրենց դիմելու, եւ ես որոշեցի օգտվեցի առիթից Արտակ ջան գնացի ընդհատակ ասելով միշտ ասել եմ նախկինները բեմի մարդկանց իջացրեցին ռեստորանի մարդկանց հանեցին բեմ դա նույնիսկ կրիլատիվ ֆրազա է դարձել ես իջա ոչ թե ռեստորան այլ կլաբ ակումբային կյանք ռեստորաններում ես երբեք չեմ երգել կամ կորպորատիվ որը հիմա եմ անում տարիներ շարունակ պարզապես чтобы выжить ուղղակի ապրելու համար բայց համել օգտվեցի առիթից ինչի եմ ասում օգտվեցի առիթից որովհետև ես մինչև ինձ փակել ես օրվա մեջ շրջաններում 3-ից 4 մենահամերգ էի ունենում 3-ից 4 մենահամերգ պատկերացնում եք երկուսը դպրոցի համար սերեկային երկուսը երեկոյան հենց էր լինում Օր կա մեկ համերգ բնականաբար, բայց օրեր կա 3-ից 4 համերգ եմ ունեցել, մենահամերգներ։ Փոքրիկ իմ խմբի հետ կհիշեք։ Ինձ հանգիստ էր պետք, ես իսկապես հոգնել էի, գերհոգնած էի, երիտասարդ աղջիկ այդքան բեր իր վրա, ռոբոտի պես դրա համար ես այսօր ինձ մոտ ոչինչ չի փոխվել, այսօր 3-4 կորպորատիվ եմ վազում երկու, միայն էկվիվալենտն է փոխվել Արտակ ջան, ատակ всё։ Ճիշտ է որ ձեր կատարումները, այսինքն արխիվը ձեր մասնակցությամբ անհայտացել է հմեկից։ Այո։ Երբ է եղել եւ ինչու։ Միթե հնարավոր է պետական արխիվից ինչ որ ուզենք թե չէ, նախանձեն թե չէ, դուք մեր մշակութային երկարվեստի պատմության մի մաս եք եւ բավականին վառ մաս։ Առնվազն իմ աչքերը դա վկայել են։ Հիմա ո՞նց կարող է այդպես բան լինի եւ ինչու է եղել, համեցեք։ Գիտեք, երևի չեն պատկերացրել, որ կարող է գա պահը, որ իրանց այդքան արխիվ փակելուց եւ ինձ չցուցադրելուց հետո ես մնամ։ Հասկանում եք, ինչ է տեղի ունեցել։ Եթե չմնայի, կանցներ կգնա, բայց հիմա փաստա չէ, որ եւ ես քանի անգամ նոր որ իմացա դրա մասին, դա տարիներ առաջ էր, Նաղդալյանի ժամանակով բոլոր իմ արխիվները, եթե չեմ սխալվում, հենց իր հրամանով բան են եղել, գուցե կան էլի մարդկանց արխիվներ, բայց ես իմ մասին գիտեմ եւ ինձ ասել են կոնկրետ հենց մեկից Այսինքն այդ կատարումները բաները չկան։ Չկան։
չկան։ Ես տարիներ նկարահանվել եմ այդ Բայց դա նավագույնի եւ ով իրավունք ունի ի վերջո։ Դա ոչ իրենցն է, ոչ ձերն է, դա պետական Իհարկե, ակտիվ է։ պետք է դե հիմա Արտակ ջան, տենց շատ լավ հարց եք տալիս, դա սովետական հարց եք տալիս, ով իրավունք ունի։ Առաջ էր, չէ՞ թե այդպես, ով իրավունք։ Հիմա չեք դեռ ինչա կատարում, ով ինչ իրավունք ունի անում է։ Ով ինչ իրավունք ունի անում է, ձևը այդպես է, այդպես ջնջել էին։ Ես նույնիսկ գիտեմ, ասենք ինձ այդ փակողներից ամենագլավնի փակողի բանը, որ շատ լուրջ պաշտոնյայի միջոցով է դա արվել, ես սկզբից ուրիշ ձև գիտեի, մենք գիտեինք, որ միայն Նաղդալյանը, Տիգրան Նաղդալյանն է արել բան, բայց ինչ ասեմ, բան, մենք որ ասում են մահացածից կամ լավը կամ ոչինչ բան չունենք իր հանդեպ իհարկե, երիտասարդ տղա էր շատ ափսոս, որ այդպես եղավ, բայց հետո իմացանք ավելի մանրամասն, ես իմացա ամեն ինչ, ոնց է եղել, Ֆարզա Նաղդալյանը գործիք էր իր միջոցով, մեր հայտնի արվեստի շոու-բիզի մարդկանցից, որը շատ հայտնի քաղաքական գործիչի միջոցով, բոլորն էլ գիտեն արդեն այդ պատմությունը, բայց շատ էսպես չի, որը նաև Էլվինա Մակարյանի վերջի համերգն է իր թեթև ձեռքով, Էլվինա Մակարյանի վերջի համերգը տապալվեց, հիշում եք, չէ՞։ Էլվինան պիտի գար Հայաստան համերգի 2007 թվականին։ Եվ իր համար դա այն ոնց որ Աստrovsku լույս սվետով ծոմում սարսվի Կատերինան հիշում եք, չէ՞։ Հա։ Այդ համար այս համերգը, որ պիտի լիներ Հայաստանում, Երևանում, այդ գլուչն էր, որ ինքը պիտի ապրեր, որտեղ որդու եւ մոր մահից հետո ինքը կործանված էր, բայց այս համերգը, որ այստեղ պիտի համերգ լիներ, կհիշեք եք։ Իհարկե։ Այս համերգը իրան բան էր, այդ լուչն էր տալու։ Համերգը խափանվեց նույն մարդու թեթև ձեռքով, եւ Էլվինան միառ ժամանակ հետո ինքնասպան եղավ։ Այն որ կարար գար, գուցե մի բան փոխվեր իր մոտ։ Իհարկե։ Եվ այլն։ Թող Աստված ինձների ես բաներ եմ ասում, որոնք երևի թե չի կարելի ասել կամ ինչի չի կարելի, որ ինչքան պետք է չասենք։ Ես անուններ չեմ տալիս։ Բայց ուր կարող է հասցնել մարդկային Ես անուններ չեմ տալիս, բայց իմ շուրջ մարդիկ բոլորն էլ գիտեն ում մասին է խոսքը։ Ոչ միայն մի հոգի է, մի քանի հոգի են։ Պրոստը չխոսենք տենց բաներ կա աշխարհում, Արտակ ջան, այնքան բաներ կա, ես տենց բաների միջով եմ անում, ինձ Էլվինան միշտ ասում էր, մեր բախտը իրար շատ նման է, ես իրան ասում եմ, ես կոտրվողներից չեմ, դու կոտրվում ես, ինքը կոտրվել էր, շատ բաներ լինում, բայց ես էլ եմ շատ կոտրվել, մարդ ենք էլի, հո, երկաթից չենք Արտակ ջան։ Բայց էկրաններից դուք ուժեղ տեսակ եք, Էլվինան է։ Հա, ես երբեք չեմ սիրում բանը, նույնց բան տենց նվնվալ, երբեք, ես կարող եմ ին վատ ժամանակաշրջանի մասին պատմել տարիներ հետո, բայց ոչ թե տվյալ պահին։ Ես միշտ էլ այնպես եմ տենց ասացված բան կա, չէ, նույնիսկ ասացված չէ Facebook-ում պատտվում է ստատուս какой-то։ Մենք մեզ նենց ենք ներկայացնում, որ բան են, ну, в общем, не помню уже. Неважно. Так что все нормально, պետք չի լացել, Աստծո տված օրով է պետք ապրել, որը այս վերջերս էլ շարք ենք սարքել համացանցում տենց ինչ ռոլիկ։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ А всё ли всё же нормально, հասկանում եք, որովհետև տեսեք, վերադառնալով մեր զրույցի սկզբին, դուք ունեք գոլեգաներ, ես չեմ ասում դուք բոլորի տեղը պատասխանեք, բայց երկրում այսօր սոսկալի իրադարձություններ են տեղի ունենում, հա? Խայտարակ, եթե չասենք, դավաճանական, չէ՞ որ իրենք ուղղակի կոչված են արտահայտելու իրենց տեսակետը։ Դերասանուհիներ, երգչուհիներ, երգիչներ, մշակութային գործիչներ առնվազն դիրքորոշում հայտնելու, լավ Facebook-յան գրառում անելու։ Ինչու են ձենդերը մցրել համապատասխան ատյանները, հարգելի Արմինե։ Արտակ ջան, վերջերս երբ որ խոսակցություն եղավ այդ թեմայով ցեղասպանության, ես ինչքան հիշում եմ,
բոլոր շատերը իրենց կարծիքը արտահայտեցին իրենց կարծիքը, որտեղ պետք էր արտահայտել, բոլորը գրեցին, ամեն մեկը մի բան գրեց։ Այնպես չի, որ բոլորն են լռում։ Չեմ ասում բոլորը, մեծամասնությունը։ Պարզապես շատ ակտիվություն չեն ցուցաբերում։ Ինչու՞։ Շատ տարբեր պատճառներով մարդկա մտածում է, ես հավես ունեմ, հազիվ ընտանիքս գլուխս սպաղում եմ, գան գլխից մի բան սարքեն, մարդկա այդպես է մտածում, ոչ թե մտածում եմ, այլ ասում են, լսել եմ։ Մարդկա մտածում է, այդքան հոգի տվեցի, տանջվեցի, ես արեցի, այն արեցի, լիքը զրկանքների գնացի, այսօր են մարդիկ ովքեր հոգի չեն տվել, բան զրկանքների չեն գնացել, իրանք ապրում են, ես ցենց։ Մարդկա վախենում է, երեխա ունի, ծնող ունի, տարբեր են, մարդկա տականք է։ Եվ շատ տարբեր պատճառներով մարդկա ասում է չխոսամ ինձ լավ լինի բան այդ տականքների մասին։ Ճիշտ եք ասում, բայց չէ որ այդ ամեն ինչը ստորադասվում է, երբ որ կա հայրենիք ինքնիշխան երկիր պետություն ունենալու գաղափարը։ Արտակ ջան, վերջին 7 տարիների ընթացքում այդ ձեր ասած հայրենիք, մեր հայրենիք հասկացողությունը նման մարդկանց մոտ այնքան աշխարհը սրբապիղծ է դարել եւ չգիտեմ ինչ որ հայրենիք բառը это чем едят մոտարապես։ Կարծում եք։ Դե դեցա դուրս գալիս որոշ մարդկանց համար, որ թե հայրենիք, երբ որ մենք տեսնում ենք ինչ է կատարվում ընդհանրապես աշխարհում ժամանակներն ինչ է։ Չէ որ այդ հայրենիքի համար, այդ հայրենիքը օթում բառ չի, էլի։ Տղեկ են զոհվել։ Ձեր ամենահայտնի վիդեոն, հա, այդ կռված տղեկի առաջ որ երգում էիք, ամենահայտնի երգչուհին էիք, սպարապետներ նստած, այտենց տղեկի հետ եք շփվել, զվարճացրել, այո, իրենք էլ ձեզ են հարգել, այսինքն կար ինչ-որ փող, ասենց էմոցիոնալ կապ։ Ստեղ հաղթող տղեկ են, ստեղ մշակույթի գործիչ է, երգչուհի, որը սիրված է։ Բայց դրա համար էլ կար հաղթական այդ մթնոլորտը, օթում այդ հաղթական բանը, բայց հիմա երրաբլուր է ավելացել։ Բայց տղեկ իզուր են զոհվել, որ ասում եք, չեմ եդյատ։ Դեցա դուրս գալիս։ Արտակ ջան, մեր ժամանակ պատերազմը որ Ներողություն եմ խնդրում, հարգելի Արմենե, ես հիշում եմ, երևի բոլոր զորամասերում եղել եք։ Այո, ես ոչ միայն բոլոր զորամասերում, ես մի քանի պանյեսկել կմուկրուգ ոնց ասեմ։ Մի քանի շրջան եք արել։ Մի քանի անգամ բոլոր զորամասերում, ամբողջ Ղարաբաղի, Արցախ, Ղարաբաղ, հիմա տարբեր են չի ասում։ Բոլոր զորամասերում մի քանի անգամ եւ ոչ միայն Արցախում, մեր բոլոր Հայաստանի բոլոր զորամասերում բան վոլոնտյորսկի դա կամավորական բարեգործական առանց երբեք բնականաբար եւ ծերանոցներում, մանկատներում միայն շտատակ եմ չի անում ասեմ միայն հոգեբուժարաններում եւ ծնդատներում չեմ եկել մենամետ չեմ ունեցել ես այդ տարիներ շարունակ եւ ասեմ մեր ժամանակ մենք գնում էինք երգում էինք զինվորների համար եւ բաներ ոգին как называется այո ոգին որսի բարձրանա ու այդպես էլ կար մենք իրանց հետ ճաշում էինք իրանց ճաշը սիրված դեմք ա եղել մթնոլորտը այնքան լավ երեխեքին դե սերունդներ են մեծացել իրենք էլ կհիշեն եւ ապարում էինք երգում էինք ուրախանում էինք այդ համերգների ժամանակ իսկ այս վերջի պատերազմի ժամանակ դուք տեսաք այնպես բաներ լիներ արագի մեջ տարան մորթեցին փոթեցին բերեցին մի քանի ինչ-որ մարդիկ երևացին կամ չերևացին ինչ-որ խեղճ երկիշներ իր հնարավորին չափ մի քանի օք ինչ-որ բաներ էին անում հիշում եք Ջարտակ ջան նենց չի որ չեն արել ես հիշում եմ արել են շատերը ամեն մարդ իր չափ կարողացել է օգուտ տա արել են մարդիկ այնպես չի ես խոսողն եմ այն մեկը մի բան անող է սենց եկեք նայենք էլի նենց չի որ ոչինչ չեն արել պարզապես մեր ոլորտի մարդիկ ավելի նավիդու ավելի են երևում եւ իրանց ավելի է երևում որովհետեւ մյուս մասնագիտության մարդիկ են մարդ էությունը պետք է այդպեսին լինի ոչ թե երկիչը կամ դերասանը իրենք էլ արել են ինչի չեն արել են որոշ բաներ ուղղակի ես այդ ցույց տալով անելը չեմ սիրում էլի այդ ցուցադրական որ նույնիսկ մարդիկ կան մեր ոլորտից որոնք գնացել էին օգնություն էին զինվորներին բան արել իրենք մեղավոր չէին հատուկ կողքից նկարել տենց ցույց էին տալիս բան նորմալ չի էլի մարդ ինչ որ կարողացե ինչ օգնել է
մի խոսքով չարաշահվում են, օգտագործում են էլի համել մեր ոլորտի մարդիկ նմանատիպ մաների ժամանակ։ Բայց կա առանցքում մի գաղափար, մի արժեք, որը հայրենիք է կոչվում։ Ու այսօր որ դուք ասում եք, գուցե այդ մարդիկ սոցիումն են օրինակ բերում, արդյոք ճիշտ է։ Արդյոք այդ մարդիկ մշակույթի գործիչ կամ սիրված երգիչ դերասանուհի կոչվելու իրավունք ունեն։ Եթե իրենք ստորադասում են հայրենիքը, չէ՞ մի կուշտ փորով ածուտելու։ Դե տեսնում եք, այն մարդիկ, ովքեր իրենց հետևից գնում են իրենց համակիրները, դրանք էլ ավելի շատ այդ մի շուրանա, չէ՞։ Դե գերագույնը չէր ասում, որտեղ հաց, այնտեղ հայրենիք, այնտեղ կա։ Հա, այս տխմարագույն թեզերը, ասենք, սերունդները տեցել մեծանալով ապրում են, մարդիկ տեսնում են, ինչ են տեսնում սերունդները, որ ինչ դառնան։ Հա, բայց մշակույթի գործիչը անելիք չունի, այս գերագույնն էլ հավերժ չի, որևէ իշխանավոր հավերժ չի։ Ինքը չեն ասում, չէ, բանը Բրեժնևի ժամանակով էր երգչին, ասում են Ալլա Բարիսովնայի ժամանակով էր։ Ձեզ նով մշակույթի գործիչով են Политический деятель времен Аллы Пугачевой։ Հիմա Արմինե Գրիգորյան 90-ականներ, հա, եւ այլն, այդ ժամանակ այնտեղ վիդեո կա, հիմա այդ երգիչ երգչուհիները, որոնք երիտասարդ են, ունեն մեծ լսարան, ուր են։ Ինչու չկա։ Սենց սիրում են, փափագում են օվկիանոսից այն կողմ իրենց հայրենիքը։ Բա գոնե մի պու ասեք, Ժորժ ջան, այդ հայրենիքը կտոր ծախում են, հանձնում են, վաճառում են։ Արտակ ջան, իսկ դուք չեք տեսնում, որ մարդիկ տեսնում են նաև, որ այդ հայրենիքը վաճառում են, նույնիսկ այն մարդիկ, ում իրենք համակրում էին։ Այսինքն թացը չորի հետ այնպես է խառնվել, որ մարդիկ վախենում են խոսեն, չեն հասկանում ինչ է կատարում, որ խոսեն։ Եթե գրպանային ընդդիմության մասին եք խոսում, գուցե։ Այո, բայց կա ընդդիմություն։ Գուցե կա, ես չգիտեմ, գուցե կա, գիտեմ մարդիկ անհատներ շատ գիտեմ, որոնք իսկապես ընդդիմություն են, բայց երբ որ մենք տեսնում ենք համացանցով հեռուստատեսության ինչ է կատարվում, ոնց չես հասկանում, եկել մի պահ տեսնում ես ջուր։ Բրոզս էս չպետք է լիներ, մեկ էլ սենց է, մարդիկ խառնվել են իրար։ Այսինքն քաղաքական գործիչները իսկի չեն հասկանում ինչ է կատարվում։ Երգիչը խիպտի է սա հասկանա, ես դա եմ ուզում հասկանամ։ Ինչու է հարմար երգիչներին բանը, ես խոսում եմ, ասենք ինչ-որ մեկից խոսում ես, կարծիք ես ասում, քաղաքական գործիչ։ Մեկ էլ այդ տվյալ անձնավորությունը, բանը փոխել է արդեն իր դիրքորոշումը, լրագրողը գալիս է միկրոֆոնը մտնում է բերան, ասում է դե պատասխան տուր, ինքը փոխել է դի։ Ես խիպտի պատասխան տամ։ Հասկանում եք ինչի են մեզ ընտրում, որտեղ մենք չենք հասկանում դա, որ ավելի բան լինենք, էլի слабое звено, это ненормально, Արտակ ջան, դա նորմալ չի։ Միայն արվեստի վարդը, տես չի ձևը, հավատացեք։ Դե քաղաքական գնահատական չեն ուզում, ձեզանից ընդհանրապես քաղաքացիական դիրքորոշում են ուզում։ Հասկացա, բայց ես մեղավոր եմ, որ ինքը բանա դարել, փոխել է իր դիրքորոշումը։ Ես այդ պահին ասել եմ, իսկ զրիցելի վասնավնում այդ մի շուրան քարակուսի է, չէ։ Ոնց ասում ես այդ ջոպին, ասում է «Յա», բա դու չէիր ասում Նիկոլը լավն է։ Այն մարդը այն վաղ որ լավն է, ասում էին լավն է։ Հա, բայց խափել է։ Հետո մարդը անդագույց խափում է եւ այլն, ինչեր արվեց եւ այլն։ Մնանք նույնի մեջ այդ քարակուսին է, էլի։ Ասպատուս էս ասի, չկարում հասկանամ, մարդը ոնց կարան էս ասի, հետո էս ասի։ Խելագարվելու բան է։ Դրա համար ավելի լավ լրի մարդը, որ չխելագարվի։ Ինչ օրինք ցեցին մեր գոլեգաներին 18-ին շատ-շատերին։ Հա։ Արտակ ջան։ Հետո գիտեք, սենց ասեմ, ձեզ կապ չունի, դու կարծիք ես ասում, այնպեսի հարցակում եք ով վրա լինում, արտիստը մտածում է խին համակիրներից զրկվեմ, ուղղը 50%-ից պետք է զրկվի, չէ, սկսում են վատ բաներ գրել, ինչքան էլ ամենաճիշտ ես իմ ինչ միտքը ասես, անպայման հայտնվում են մարդիկ, որոնք շատ վատ բաներ պետք է գրեն, քշվելու բանա գիտեք այդ գրելը։ Գիտեք, այն որ խոսակցություն եմ բանանում, ուրեմն այս նույն շենքում ես հարցազրույց եմ ունեցել վերջերս Արտակ ջան, որից փոքրիկ հատված ադրբեջանցիները վերցրել են եւ իրենց բաներով տարածում են բլոգերով, թե ինչ որ բանով ունեմ ինձ ուղարկել էին գրված է արմյանская певица ուտակից ռուսերեն թարգմանում է ադրբեջանին ինպես խոսում է, ցույց կտամ հետո ձեզ։ Ինձ զանգահարում է ծանոթ մի գոլեգա, որը Միացյալ Նահանգներում է ապրում, ու ասում է տեսել ես, ասում եմ հա տեսել եմ, ասում է կոմենտները նայել ես, ասում եմ դե հա ադրբեջանցիները գրում են
ուղիղ չունի, այս բան ինչ կգրեն, չէ, ադրբեջանցիները։ Իսկ այդ զանգողը ինքը բան է, ում շիբլա։ Եվ ասում է, դու նկատել ես, ոչ մի հատ ճիշտ է, շատ վատ բաներ են քեզ գրում, բայց ասում է, դու նկատել ես, մի հատ հայոյանք չկա գրած։ Մտածեց ճիշտ է ասում, գիտեք, ասում է իրանց մոտ հայոյը դա անեցք է, էլի շատ վատ են նայում դրան, մի լավ բան գոնե կա ունեն, ինչ ամոթ է չէ մեր ազգի համար, որ հարևան ազգը թշնամի համարվող, որը համարվում է ձեր ենք ադում ասում են կոկա-կոլայից ջահել ես, բայց ինքը չի հայոյում, բայց մենք Լավ իրոք այդպես է, ես քիչ չեմ հավատում։ Ես այդպես է, պարզում է այդպես է։ Կարող է շատ են սիրել, ձեզ չեն հայոյել։ Ադրբեջանցիները արտակ ջան։ Հələ բացեք, դա եք ինչեր ա գրած։ Հասկանում եք ինչ եմ ասում, այսքան մեծ հին բան բլագարոդնի արյունով։ Ես ոնց հասկացա այդքան էլ չեք սիրում մեր այսօրվա տեսակը հայի։ Շատ վատ, ոչ միայն հայի, աշխարհի գլոբալ դեմոկրատիայի տեսակը, որ ասել են դավայցի խոսքի ազատություն, կերեք իրար, տենում եք ինչա կատարվում, մարդկանց ասել են կերեք իրար, մենք ձեզ ոչինչ չենք անի, եւ մարդկանց դեմքը ոնց բացվեց, տեսնում եք ովքեր են, խելագարվելու բան է, գժվելու բան է, ես ինչ է կատարում, դա ոչ միայն մեր ազգի աշխարհով է այդպես, դուք տեսել եք ուկրաինացիները ինչպես են իրար գրում, ինչ վատ են իրար գրում, դրա համար էլ այդ օրին գավ այդ երկիրն է, տենց հա ձև։ Պարակտում, իրար մի սուտել, իրար այս զզվել։ պարակտելով, այդ տենց պարակտելով ամեն ինչ անելով վերացնում են երկրները։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Հաբա մենք իսկապես այդքան հնամենի, այդքան քաղաքակրթի ազգ։ Ես կարծում եմ, որ վոլոնտյորներ լինեն, հավաքվեն։ Եթե ղեկավարությունը ոչինչ չի անում, պրոստը հավաքվեն գնան սատկացնեն դրանց, այդ լակոտներին։ Բլոգերներ կան, չէ՞, որ նստում են հայոյանքով են խոսում։ Ուզում են նմանակում անեն ինչ-որ մեկին, բայց չի կարելի, ամեն մեկը ձեզնով եղեք եւ ոչ մեկին մի փորձեք նմանվել։ Ամեն մարդ իր համար թող իր ներկայության բան անի։ Կա մարդ, որի իր ֆորմատով, իր տեսակով է այդպես, ինչու եք փորձում նմանվել ուրիշ, ինչ եք ամաչում, ասենք դու չես մտածում, քո աղջիկ երեխան, տղա երեխան նայելու է քեզ, ու դու հայոյանքով խոսում ես։ Անպայման անհնարին է քո երեխան վաղ մյուս օրը անձագոր չդառնա, որովհետև այդ մթնոլորտի մեջ ինքը մեծանալու է, այս վիճակի լակոտը անպայման անձագործ լինի, որի կյանքի հետևանքների պատճառով դու ես տուժելու, այնց քո այդ հայոյանքով սկսում ես։ Մենք չենք ասում, ու ես ինչ եք ասում, էսթետիկ չի։ Իհարկե։ Չի կարելի, լավ հասկացանք, աշխարհի վերջն է խոսքի ազատություն, լավ, ձեր չափ ու սահմանը ուր է։ Բայց միթե ազատությունը հայոյանքն է։ Ազատությունը հայոյանքն ու անեծքն է, դուք խելագարվել եք, գետինը չեք մտնում, ես հրաշք ազգին ես ճոր եք գցում։ Եւ դա շատ հաճախ մենք տեսնում ենք ամենաբարձր մակարդակով։ Ամենաբարձր Ղժ։ Երկրի առաջի դեմքի կատարմամբ նաեւ։ Եթե երկրի առաջի դեմքն անում մյուսներից ինչ ենք ուզում, մտեք ցա գնում։ Այբ որ սա այդ փոխվի, դրա այդ ժամանակ այդ վոլոնտյորները ստեղծվեն, որ բարձրապես մի հատ նավիստի բարյադակ։ Էս չա կատարվում։ Չէ, Ստալին չի պետք, նորմալ ինչի ես եւ դուք Ստալինի ժամանակ եք ապրել։ Չէ, մեր ժամանակ կա sense բան։ Չէ։ Բայց չա նշանակում։ Այսքան ցինիկ լկտի։ Չէ, կային վատ բարքեր, բայց դա չէր երևում, բան, բարձ չէ երևում, չէ հերոստատեսության։ Ցինիկությունը չէր հասել գագաթնակետին։ Չէր հասել, նես չկային, նախազներ էլ կային։ Այ իհարկե։ Ամեն ինչ էլ կային, բայց վախենում են ցույց տան։ Այսպես իսկ հիմա չեն վախենում, անթակույց ցույց են տալիս, որ իրանք նախանձում են,
որ իրանք հայոյում Որ են, իրանք տգետ են, որ որ իրանք իրանք ցինիկ տգետ են։ իրանք չարախնդում են։ Ես դες մի բան էլ ասեմ, ես ուզում եմ մարդիկ իմանան, ով ուզի թող լսի, ով ոչ։ Տեսեք, կա դեպքեր, որ մարդը գուցե եւ անեկդոտի ժամանակ հայոյանքը խոխմում օժն մատես, ինչ կա որ չէ, կամ շատ գժված ասենք տղամարդիկ կռվում են ինչ որ բառ արտահայտություն կարա դու, բայց ես ձեզ այսպեսի բան ասեմ, ուրեմն տեսեք, երբ որ մարդը հայոյում է, ընդհանրապես մարդուն շրջապատում են հրեշտակները։ Երբ որ մարդը հայոյում է, հրեշտակները այդ տեսակ մթնոլորտ պայմանաբար չեն սիրում։ Իրենք սիրում են մաքուր բան, միջավայր, ծուխ, ագրեսիա, գոռոց, հայոյանք, ներվ, այս բաներ չեն սիրում եւ փախնում են քեզանից, երբ որ դու այդպեսին ես։ Իսկ երբ որ իրենք քեզանից փախնում են, դու ավելի հեշտ ես ենթակա ես խոցելի ես դառնում փորձանքներին, ավարիային։ Պաշտպանված չես էլի, հա։ Ընկնելուն, հերու բոլորից, ավարիա всякое։ Իսկ когда они тебя окружают, դու բան ես, պաշտպանված ես։ Այ միայն դրա համար նախ շատ կարևոր բան ասացիք։ Շատ կարևոր բան եմ ասում։ Սա քրիստոնեական նաև իր մեջ բան ունի։ Այո, մարդիկ հաշվի առնեն, հավատքով մարդիկ։ Այնպես չի, մենք էլ ենք, մարդ ենք, ոնց էլ չնի անեկդոտա կյանքա, երիտասարդությունա всякое бывало и бывает։ Բայց ասեմ, sense բան գոյություն ունի։ Թող ամեն մարդ իմանա, օդի մեջ մի հատ հայոյանք տալ, հաց ուտելուց հայոյանք տալիս որն է։ Որոշի հայոյանքի Կենց հաղում հայոյանք տալս որն է, ասում եմ, կան դեպքեր, մարդ ենք, կյանքա։ Այսպիսի բաներ կա։ Դե սրանք 18-ին հայոյելով ու դագաղներով եկան, այդ սևը։ Ահա, դա է իմ ասածը։ Հիմա Աստծո կամքով նույն ձևել վերանան մեր կյանքից, գնան, ոնց եկել են այդպես գնան։ Եվ պետք է կարգի յուրաքանչյուրս պետք է Ստալին լինենք։ Կարգ ու կանոնի առումով, դիսցիպլինար առումով։ Դիսցիպլինար Հովանես պետք է լինի Ստալին։ Ամեն մեկս մեր շուրջ պիտի մի առժամանակ որ վերացնենք այդ ամեն ինչը մեր կյանքից։ Այսինքն երգը սա է, դուք ո՞րն է երգը, ո՞րն է լուծումը։ Միախմբվել մեր երկրի, մեր ազգի ամենամեծ խնդիրը, որը նժդեհն էլ է ասել, ջեն Թումանյանը հավաքական բանի մեջ է ազգի։ Չարենցը, հա, որ հայ ժողովուրդ քո ուժը քո հավաքական բանի մեջ է։ Բայց Չարենցն է ասել, նժդեհն էլ է ասել, կարծեմ։ Նժդեհն էլ իր ձևով ասել, հա։ Ես եմ ասում, արտամետ ձևով ասում։ Այո։ Հիմա ես եմ ասում։ Մենք բոլորս պետք է միահամախմբվենք։ Այն լավ մարդիկ հնարավորին չափ գոնե պիտի համախմբվեն, որ այն մյուսներին այդ կուլտուրայից սկսած լիքը բաներից սկսած վերականգնվի։ Սա ինչ է։ Это что такое, արտակ ջան, գժվելու բան է։ Խելագարվելու բան է։ Թող մարդիկ իմանան, որ ամեն մի խոսք, կեղտոտ խոսք հայոյանք ձեզ բերում է փորձանքի, վտանգի, երբ որ ձեզ հետ մի վատ բան է լինում, հələ մի հատ հիշեք, հայոյել եք, անիծել եք, ինչ եք արել։ Այսքան բան։ Հարգելի Արմինե, հաղորդման վերջաբանն է մի քանի բլից հարց, որոնք ձեզ ավելի կբացահայտեն, չնայած շատ անկեղծ զրույց էր, եւ փորձենք սրանով էլ ավարտել։ Եվ այսպես, ինչ է ձեզ համար հայրենիքը։ Հայրենիքը իմ կյանքն է, իմ ապրելն է, իմ ամեն ինչն է, իմ ծնողն է, հայրենիքը ես տենց պաթոսիկ բաներ չեմ սիրում ասել, չկամ տենց բեհ բանը խոսքերի մեջ, բայց ես կարող եմ ասել, ես իմ կյանքում շատ է եղել տարբեր ժամանակաշրջաններ, որ ես փոխվել եմ, փորձել եմ այլ երկրներում ապրել, ես ամեն ինչ ունեցել եմ հնարավորությունների մասին է խոսքը, այսինքն ես չի եղել, որ գործ չունենամ, բան դրա համար հետ գամ, գործել ա եղել, վաստակելու հնարավորություններ էլ ա եղել, բայց ես չեմ մնացել զուտ նրա համար, որ սա իմ հայրենիքը չէ, դողներ են ինձ շատերը, որ մնում են իմ հարազատներն են այնտեղ, բայց կան մարդիկ, որոնք շատ դժվարությամբ կարողանում են ստրեսերի միջոցով, ես չեմ կարողանում, ես խելագարվում, ես իմ հայրենիքի ամեն ինչն եմ սիրում, ես ասել եմ, մեր սա միակ երկիրն է, որտեղ մեր քամին միակ քամին է, որը զորություն ունի, մնացած երկրներում քամու մեջ չկա զորություն, իսկ ուստին արհեստական քամիա նկատել եք։ Ես ինչ բան ասեցիք, հետաքրքիր։ Նկատել եք Արտակ ջան, իսկապես կա։ Ասեցիք ու հիմա մտովի զորություն կա մեր քամու մեջ, ուժ կա, ես չգիտեմ, այնքան բան կա, որ կարող եմ այդպես ասել։ Ֆանտաստիկ սիրուն բան ասեցիք, հա։
Հիմա ասես մտովի փորձում եմ հնդկական, շրիլանկյան, եգիպտական քամիները, մեր ուրիշը։ Մեր ուրիշը, պատկերացնում եք։ Ուրիշա զորություն կա մեջ։ Զորություն կա մեջ, իսկապես հասնում ա քեզ քամին հետ։ Ջան, ինչպեսի Հայաստան եք տեսնում 10 տարի անց։ Ես քանի որ ամբուժելի լավատես մարդ եմ Արտակ ջան, ոչ միայն 10 ավելի շուտ տեսնում եմ որ շատ լավն է լինելու Հայաստանը եւ ընդհանրապես աշխարհը։ Շատ կարեւոր է որ մենք դուրս ենք գալիս գլոբալ աշխարհից, գլոբալիզացիայի ավարտը սկսված է, այսպես ասեմ։ Փառք Աստծո, մենք մեր սերունդը կտեսնի դա, ես կարծում եմ չի տեսնի, բայց հիմա վերջի տվյալներով արդեն պապիներով իրար հետ դագավարի լիս։ Այո, իհարկե, ես դրա մասին գիտեի 20 թվականից, երբ որ 10 ամիս չէինք աշխատում, պարապ էի մնացել եւ սկսեցի լիքը ուսումնասիրել, նայել, կարդալ եւ այլն։ Իսկ հիմա տեղի ունեցավ այն, ինչ պետք էր լինել, որը նաեւ Աստվածաշնչում կա գրված։ Այսպես մի քիչ որ բան ես անում։ Գլոբալիզացիան փլուզվում է ու գալիս ավելի պահպանողական, ավանդական, ոչ միայն պահպանողական, ավանդական, քրիստոնեական լինելու անպայման եւ առաջվա ոչ թե սովետը մարդիկ փախնում են սովետ բառից, այն սովետը չի լինելու առաջվա հավաք, դա էլ է հավաքականության մեջ։ Երբ որ հավաքվեն դա ուժ է, երբ որ առաջ իրանք հավաքված էին, հիմա ինչ ունի մեր երկիրը, փուճուր անտեր մենակ քիչ քանակցի տարյալն է եւ քանակության բան մենակ, ինչ վատա որ մի հատ ուժեղ երկրի թեւի տակ լինենք։ Այդպիսի բաներ մի ասեք, ես ասեմ Կրեմլից փող է ստացել Արմենը խոսում։ Հայաստանի ղեկավարը դուք եք առաջին 3 որոշումները որ կկայացնեիք։ Քանի որ ասեցի Կրեմլի հետ կապված, ես ասեմ առաջ կար հնարավորություն, առաջներում ես գիտեմ, որ դա կոչվում է կոմպլիմենտար քաղաքականություն, կարող էր եւ Ամերիկայի հետ լավ լինել եւ Սովետի հետ, չէ, հիմա չկա տես բան, դու կարող ես եւ Ամերիկայի հետ լավ լինել եւ ասենք սովետական միության, բայց հետո չկար, հիմա չկար, չէ, որովհետեւ շատ ագրեսիվ եւ ռադիկալ է դարել աշխարհը, չգիտես ինչու, ժամանակին իրար հարգում էին, չէ, առաջի դեմքի սառը պատերազմներ էր, բայց հարգանք կար, հիմա ის չա կատարվում։ Ասենք Ալիևի եւ Նիկոլի դիալոգը որ լսում ես կամ ասենք դեկուս Թրամփը կանչում է Զելենսկուն ստորացնում ուղղակի։ Հա, ասենք ղեկավարները հիմիկ բանը նայեք որ համեմատություն են նա սրան հարփած ծաղրացու, սա սրան վախում։ Սա սրան ինչ ասես չի կատարվում։ Բայց վերջին տվյալներից ելնելով Ամերիկայի ընտրություններից ելնելով կարելի է նույն կոմպլիմենտարը կամաց ու անի բերել, որովհետեւ մենք տեսնում ենք Պուտինի եւ Տրամփի պիրիգավորը начинаются երևի թե կգա նրան, որի այդ իմ որ ասում եմ ամբուժելի լավատես եմ, դրան է բերվում ամեն ինչ, տեսնում ենք որ լավա լինելու վստահ է։ Հիմա Հայաստանի ղեկավարը Արմենե Գրիգորյանն է, 3 հրաման որոշում։ Չգիտեմ, կրթություն, բանակ, մշակույթ։ Դե իհարկե հավատք, կրթություն, բանակ, մշակույթ ու շատ բաներ, 3 օր չեմ բավարարում, ես Արտակ ջան։ Հա, հասկացա։ Բնականաբար մշակույթ, բնականաբար ընտանիք, բնականաբար այն արժեքները, այն ամենը, որը մենք ունեցել ենք, մենք այն ազգը չենք, որ մի անգամից այսպես Եվրոպա են գնում բալետ ապրելու, այդ ժպիտակ խափում մարդկանց։ Եվրոպայում ենք էլի ապրել, գիտեն ինչքան դժվար է, մարդիկ չգիտեն ինչ դժվար է Եվրոպայում ապրելը։ Ես միշտ ասել եմ, աշխարհի ամենալավ երկիրը սա Հայաստանը։ Հայաստանը միակ երկիրն է, որ հայը կարող է չաշխատել, բայց ապրել։ Ցանոթով, բարեկամով, հարևանով, հասկանում եք ինչ եմ ասում։ Ապշելու բան է։ Գժվելու բան է, չէ՞, ապշելու բան է։ Հրաշք է մեր երկիրը։ Դրա համար մի քիչ, այն որ մի քիչ տեկեր արվի, լավ բաներ արվի ստեղ։ Օգնություններ սրա օգնության մասին չի խոսքը։ Հոգևոր մարդկային պայման ստեղծեն, հոգևոր պլյուս պայման։ Արժեքային, այդ որ կորել է հիմա։ Մի քիչ այդ բաները վերականգնի, սա աշխարհի համար առաջի երկիրն է լինելու։ Անցանք առաջ, որ գիրքը ըստ ձեզ բարդ պիտի իր կյանքում անպայման կարդա, կամ հեղինակ գուցե։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։
Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Ես հիշում եմ, որ նոր էի ընդունվել ստուդիա, Նիկոլայ Ծատուրյանը ինձ ասեց, բոլորիս ասեց, գրեք ձեր կարդացած գրքերը, ինչքան երիտասարդ ես, այնքան լավ ես, չի հիշում ինչ ես կարդացել։ Բնականաբար բոլորը գրել էին, ես էլ էի գրել գրքեր, ինչ-որ բաներ գրել էի և տակը գրել էի, մնացածը չեմ հիշում, այսպես էլ գրել էի։ Եվ ինքը դասի ժամանակ բոլորի մոտ կարդաց իմ գրածը, և ուրեմն Նիկոլայ Երվանդիչը դասի ժամանակ բոլորի մոտ կարդում էր մեր գրածները, բայց չէր կարդում ով ինչն է գրել, որ մեկի նամակ, պրոստը նամակներ էր, այսպես ամփոփում էր, ով ինչ է գրել, ասում էր, այստեղ սենց նամակ կա, այստեղ սենց ու կարդաց հիմա ասեց, այստեղ այս տեսակ նամակ կա, որ այս ինչ գրքերը վերջում էլ գրված է, որ մնացածը չեմ հիշում։ Ասեց ու դա շատ նորմալ է, որովհետև նորմալ մարդը չի կարող հիշել իր բոլոր կարդացած գրքերը, որովհետև իսկապես չի հիշում։ Ես այդքան լավ չեմ սովորել դպրոցում, բայց ես շատ լավ կարդում էի, շատ կարդում էի ու դա ինձ փրկել է Արտակ ջան։ Դրա համար ես հիմա էլ ձեր հարցին չեմ կարող պատասխանել, որ ինչը կարդալ, որ պարտադիր, որտեղ շատ բան ասենք Վարպետը եւ Մարգարիտա, Ապուշը, Բրատья Կարամազովы։ Ես Դոստոևսկու կողմնակից եմ եղել կամ երկու մնամ։ Բացահայտեցինք։ Միշտ ինձ համար ես շատ բաներ եմ սիրում, գրողներ կան, որ սիրում են, ասենք Տրիլյուբի Դոստոևսկը, այտենց մի հատ բան կա, հենց դա եմ ավելի իր բոլորն էլ կարդացել եմ, բայց հենց իմ այդ գիրքը դա Դոստոևսկիի մասին է։ Իր կյանքն է, շատ հետաքրքիր։ Ունդեղ բոլորն է իր մասին, Իգրոկը իր մասին չի։ Չէ, այստեղ իր կյանքն է, բիոգրաֆիա, շատ հետաքրքիր։ Տրիլյուբի Դոստոևսկը, դա я очень շատ երիտասարդ ժամանակ եմ կարդացել։ Մի խոսքով ուզում ասեմ, ամեն ինչը կարևոր է, ամեն ինչը կարևոր է, ամեն ինչը։ Ռաֆիչ կարդաս բա, օրինակ ոնց կարելի է հայկական արձակնել, պոեզիայի մասին էլ չասեմ։ Ես ռուսական դպրոց եմ ավարտել, Արտակ ջան, որտեղ հայոց լեզուն քիչ էր ուշադրություն դարձվում, բայց ես շատ լավ եմ սովորում հայոց լեզուն։ Ես պաշտում եմ իմ հայոց լեզվի ուսուցչուն, ողջուններս նրան, իմ սիրելի Ջեմա Թաթևոսովնային, եւ ոչ միայն նրան, ես ունեմ մի քանի ուսուցիչներ, որոնք կան հիմա։ Բա ապշելու բան չի, ասենք մարդը հայոց լեզվի ուսուցչուհուն եւ հիշում է եւ բարևում է։ Եվ տեսնում ենք, սա է արժեքը, սա է տրադիցիան։ 92 տարեկան է եւ իմ Սվետլանա Սմբատովնան անգլերենի ուսուցչուհին, Պաչիկներ եւ իմ Մարինա Մինասովնան երկի ուսուցչուհին, որը Facebook-ով ընկերներ ենք, Պաչիկներ եմ անում, եւ իմ Լյուբով Ավակովնան, որը ֆիզկուլտուրայի ուսուցչու է, որ նույնպես 92-3 տարեկան։ Պատկերացնում եք Արտակ ջան, ես նրանց բոլորին տեսնում եմ։ Ես ինչ հավես միջավայր է, ես ինչ կայֆ է։ Ես իրանց շատ սիրում եմ, ես իրանց շատ շնորհակալ եմ։ Ինչ ասեմ։ Դա Աստված գոնե 10 տարի լավ մեզ դպրոց ավարտողները հիշեն, ոչ միայն այս վերաբերմունքը արդեն ակնհայտ է ձեր, էլի։ Որովհետև իրենք են փոխանցել այդ վերաբերմունքը մեզ, որ մենք փոխանցում ենք, ձեր փոխադարձ ամեն ինչի կյանքում։ Դենց էլ է բանի, չնայած ասցիք, լավ, Ֆյոդոր Միխայելիչի կողմնակիցն եք, անցանք առաջ, ո՞րն է երջանիկ լինելու ձեր բանաձևը։ Ասեմ։ Երբ եք դուք երջանիկ։ Ես համարում եմ մարդը երջանիկ է, երբ որ խիղճը հանգիստ է։ Երբ որ ասենք յուրաքանչյուր մարդ ինքը բոլորի մոտ ներկայացնում է իրեն լավը, չէ, հնարավորին չափ։ Ինքը լավն է, ներկայացնում է, որ ինքը լավ, բայց ամեն մարդ ինքն իր մեջ գիտի չէ ով է ինքը։ Իհարկե։ Գիտի որտեղ է ինքը պրոմոխներ տվել, որտեղ է ինքը սխալներ անում, որտեղ չի անում, երբ որ գալիս է պահը, երբ որ դու ինքդ քեզ հետ 100% վստահ ես, որ դու ոչ մի
Մեղք չես գործել։ Գործել 100%, երբ որ ինքդ վստահ ես, որ դու ոչինչ չես գործել, չես մաքուր ես, այդ արդեն երջանկության բանաձևն է։ Հասկացա։ Այդտեղ բացում է երջանկություն։ Ճիշտ չէ, որ խորանում եք։ Հետարքիր բան եք ասում։ Աստծուն տեսնեիք, ինչ կասեիք։ Ես Աստծուն ամեն օր ասում եմ առանց տեսնել, դենց այսպես տեսնելու մասին է խոսքը, ես միայն կասեմ շնորհակալություն։ Ես Աստծու հետ ամեն օր խոսում եմ, օրը երևի չգիտեմ քանի 100 անգամ շնորհակալություն եմ հայտնում այս կյանքի համար, որ ես ունեմ։ Ընդհանրապես ամեն մի Աստծո տված օրվա համար Արտակ ջան, ամեն օրը նոր կյանք է։ Աստված մեզ տալիս է ամեն օր նոր կյանք, այդքան կյանք է տալիս մեզ, եւ դու ունես հնարավորություն ապրելու ամեն օր նորովի, նոր ձևով նոր կյանք ապրես։ Մնացածը քո ձեռքում է, ոնց կապրես։ Արմինե, եւ վերջին հարցս ինչից եք ամենից շատ վախենում։ Կհավատակ, որ ոչինչից։ Այսպես բաներից ոչինչից չեմ վախենում, չասեմ պշնից բան, այս փոքր պրիմիտիվ բաներից չխոսենք, հարցը հասկանալի է։ Գիտեք ինչու չեմ վախենում, որովհետև ես միշտ այսպես եմ մտածել, իմ բոլոր մոտիկները գիտեն իմ, սրանք իմ կարգախոսներն են կյանքի։ Երբ որ դու մտածում ես վաղվա օրվա մասին, վախ ունես ինչ-որ բանի մասին, դա նշանակում է դու չես վստահում Աստծուն։ Ты не доверяешь Богу, դու պիտի վստահես եւ հանգիստ ասես Տեր Աստված, ոնց քո կամքն է, ինչին արժանի եմ դուր։ Ես միշտ ասում եմ, դուր ինձ այն ինչին ես արժանի եմ։ Իսկ եթե արժանի չեմ, արժանացրու, ավելի լավը դարձրու ինձ։ Շնորհակալ եմ։ Ես նույնպես։ Սա Life Armenia YouTube-յան ալիքներ, մենք այսօր հյուրընկալել էինք դերասանուհի, երգչուհի, հաղորդավարուհի Արմինե Գրիգորյանին։ Շնորհակալություն նաև ձեզ հաղորդումը դիտելու եւ մեր ալիքին բաժանորդագրվելու համար։